Վերջին տարիներին ամանորի տոները արտասահմանում կազմակերպելը դարձել է հայ զբոսաշրջիկների համար նորաձև։ Եթե նախկինում նոր տարին հիմնականում նշվում էր ընտանեկան միջավայրում կամ Հայաստանի հանգստավայրերում, ապա այսօր շատ հայեր ընտրում են ճանապարհորդելը, համատեղելով նոր տպավորությունները, լիարժեք հանգիստը եւ տոնական մթնոլորտը։ Հատկապես պահանջված են ընտանիքներով եւ ամուսնական զույգերով ուղևորությունները։ Մեր սիրելի եւ ամենահասանելի երկրներից է Վրաստանը։ Ինչպես նաև Եգիպտոսն է, որտեղ ինչպես մեր հայրենակիցները շատ սիրում են այդ ուղղությունը, Էմիրություններն է, որ նախընտրում են մեր հայրենակիցները, եւ արդեն կարծում եմ, եթե մենք այսպես ես հաշվարկ եմ անում, մոնիտորինգ եմ անում, եթե չունենայինք վիզաների խնդիր, այսինքն լինեին բաց սահմաններ, վիզաների ազատականացում, ավելի քան վստահ եմ, որ եվրոպական երկրները կգային եւ առաջին հորիզոնականներում կլինեին։ Համեղ սնունդ, բազմաբովանդակ ժամանց եւ կոկիկ պայմաններ, հայ զբոսաշրջիկը խստապահանջ է։ Միշտ հաղթում է գինվորակ հարաբերակցությունը, քանի որ մեր շատ հայրենակիցներ իրենց հանգիստը նախընտրում են անցկացնել ընտանիքի հետ, հետեւաբար շատ կարեւոր է այդ ընդհանուր լավ փաթեթի գաղափարը, այսինքն այնտեղ մտնում է հասանելիությունը, լավ, եթե ծովային հանգիստ են նախընտրում անպայման լավ ապ, լավ ուտելիք, հարմար գներ, տրանսֆեր եւ այլն։ Ասիական եւ աֆրիկյան մի շարք ուղղություններ նույնպես պահանջված են, բայց դրանք ավելի շատ նախընտրում են ամուսնական զույգերը։ Հանգստի վայր ուղիղ չվերթով հասնելու նախապայմանը նույնպես որոշիչ է։ Շատ մոդա է, ինչպես ասում են, Զանզիբարը, հարցնում են Տանզանիա, Վիետնամ, շատ մեծ նաև առաջարկներ կան Շրի Լանկայի հետ կապված։ Դիրքերը չեն զիջում նաև ներքին զբոսաշրջության հիմնական ուղղությունները։ Ծաղկաձորից, Դիլիջանից բացի ներուժի բացահայտման տեսանկյունից նոր ֆավորիտներ են ձևավորվում։ Մայրաքաղաքից դուրս հանգիստը նորաձև է դառնում։ Շատ զարգանում է Սյունիքի մարզը եւ մեր շատ հայրենակիցներ նախընտրում են հենց Սյունիքը։ Հիմա ես ինքս շատ սիրում եմ Սյունիքի մարզը։ Այստեղ մենք ունենք արդեն այլ անելիք։ Ես կարծում եմ, որ մի քիչ ավելի լայն առաջարկություններ լինի։ Մեր հայրենակիցները Վրաստանի փոխարեն կնախընտրեն հենց Հայաստանի ներսում հանգստանալ։ Իսկ դրա համար պետք է հստակ փաթեթների ճիշտ ձևակերպում։ Անկախ բոլոր հանգամանքներից հայ զբոսաշրջիկը նաև առատաձեռն է։ 3 հոգանոց ընտանիքը արտասահման հանգստի մեկնելու համար ծախսում է միջինը $3000-ից ոչ պակաս եւ մոտ 300,000 դրամ մեր երկրի տարածքում ճամփորդություններ կազմակերպելիս։ Նույն արժեքի շրջանակում կարելի է մեկնել նաև հարևան Վրաստան կարճատև հանգստի։ Հայաստան դրսից այցելող նույն ընտանիքը ծախսում է միջինը $1500-ից ոչ պակաս գումար։ Անի Գրիգորյան, Սյունիք, լուրեր։